Իհարկե Ադրբեջանը եւ Թուրքիան միասին են եւ իրենց հարաբերությունները այնպեսին են եւ իրենց դաշնակցային վերաբերմունքը ընդհանուր Հայաստանին եւ Հարավային Կովկասին նման է, մոտ է ամենայն դեպս երկու երկրները նույնիսկ խոսում են ինտեգրացիայի մասին եւ բնական է որ պետք է դիտարկել միասին սակայն կա այսպեսի մի մտայնություն Հայաստանում ես նույնիսկ պատրաստ չեմ դա քննադատել կամ գովել այդ մոտեցումը, բայց այն կա, որ հնարավորության դեպքում դիվանագիտական միջոցներով կարելի է որքան հնարավոր է տարանջատել իրենց իրարից, այսինքն որպեսզի Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ 100%-անոց կախման մեջ չլինի Ադրբեջանից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից, այլ ինչ որ ինքնուրույն բնույթ կրի։ Կա այդպիսի մտայնություն, այդ մտայնությունը Հայաստանում հայտնի է 90-ական թվականներից, մոռացված չէ, փորձեր եղել են անընդհատ, որպես կանոն վերջում տապալվել են, եթե տապալված չլինեին, հիմա սահմանը բաց կլիներ եւ այլն եւ այլն։ Մենք ունենք ինչ որ ունենք։ Բայց այդ այսպես ցանկությունը, այդ միտումը եւ այդ միջոցը Հայաստանի շուրջ իրավիճակը մի քիչ մեղմացնելու ինքը շրջանառվում է եւ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ հնարավոր է ինչ որ ջանքերով օգտվելով որ Թուրքիա եւ Ադրբեջանի միջև տարաձայնությունները մի քիչ ավելի այսօր շատ են քան 3 եւ դա կապված է նաեւ օբյեկտիվ բաների հետ, օրինակ Իսրայել պետության բավացքի եւ դրա վերաբերմունքի Ռուսաստանի բավացքի եւ Ռուսաստանի վերաբերմունքի Եվրոպական միության հետ մերձենալ կամ չմերձենալու հարցերում կան տարաձայնություններ, ուրեմն ինչու՞ չէ կարելի է օգտվել դրանից եւ մտնել այդ հարաբերությունների մեջ եւ Թուրքիայից ստանալ այն ինչ թուրքերը բանի նման, հա, խաղալիքի նման կամ այսպես կոնֆետի նման քթի առաջ մեր տանում են, անդադ ստանում են տարբեր զիջումներ, բայց ինչպես փակ է այդ սահմանը, այնպես էլ փակ է։ Ըստ որում սահմանը պետք է բացվի, այսինքն պետք է որն է, ոչ թե մենք ենք ասում, ես եւ դուք որ պետք է բացվի, այլ բացվելու է։ Բայց անհրաժեշտություն չկա դրա համար տալ այն գինը, որ Թուրքիան ուզում է, որտեղ բացվելու է շատ ավելի օբյեկտիվ պատճառներով։ Բայց ինչևէ, այդ գործընթացը գնում է եւ հիմա կայլիստները ասում են, որ տեսեք, մենք կարողացանք օգտվել այդ պատուհանից, որ բացվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև եւ Թուրքիայի հետ առանձին ինտենսիվ աշխատում ենք։ Հնարավոր է, որ Էրդողանը հերթական անգամ խոսք է տվել, որ սահմանը բացելու է։ Մենք վերջի քայլը, որ հետաքրքիր Հայաստանը արեց, որպեսի հերթական անգամ փորձի գոհացնել Թուրքիային, դա Պաղեստինի ճանաչումներ, եթե հիշում եք, այդտեղ նույնպես Անդրկուլիսյան բացատրությունը, որ դա ուզում է Թուրքիան, իսկ մենք էս կբացի սահմանը, արդեն ինչքան է անցել։ Մենք այնտեղ ենք որտեղ գտնվում ենք, մենք Ամերիկայի համարեն երկրների ցուցակում ենք, որ Պաղեստինը ճանաչել է, չնայած ես գիտեք հայտնի կոմունակիցներից եմ երկու պետության լուծման, բայց բեռը տեղից չի շարժում, ինչպես սահմանը փակ էր, այնպես էլ փակ է։ Ուրեմն սա է, ինչու է Հայաստանը սկսել արդեն բացահայտ կերպով շեշտել, ինչու է նա առանձին Թուրքիայի հետ բանակցում եւ առանձին Ադրբեջանի։ Հիմա ինչ վերաբերում է լրագրողներին, երբ որ դու ինչ որ մի բան, ինչ որ հասարակության մեջ ուզում ես PR-ես, դու քո վրա ես վեցնում, այսպես ասած, եւ ծախսերը եւ ջանքերը բոլոր։ Նշանակում է Հայաստանը այդ գործընթացի շրջանակներում ըստ Փաշինյանի ասելիք ունի հասարակությանը Թուրքիայի եւ վերնախավերին, հա, վերնախավին, ինչ որ ասելիք ունի, որ կուզեր որ հրապարակվի։ Որտեղ եթե լրագրողը եկի ասել է Երևան հարց է տվել, գոնե իր թերթում դրա հարցը պատասխանը կգրեն, չէ՞։ Կամ եթե հեռուստաընկերություն է կամ էլեկտրոնային, չգիտեմ, անպայման կարվի, դա ձև է, ուրեմն Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ինքը ինչ որ ասելիք ունի, որ լսող է պետք, իրենց ասելիքին Թուրքիան պետք է լսող, որ այն խողովակները, որով ինֆորմացիա է հասցվում թուրք հասարակությանը, դա բավարար չէ։ Իմ կարծիքով դա այն է, որ մենք վտանգ ցես չենք ներկայացնում, մենք ենք թուրքերին համոզում,
որ մենք ձեզ վտանգ չենք, այսինքն դուք նայել եք թե մոտավորապես ինչ ասում, բանը վտանգ չենք ներկայացնում, ինչ եղել է անցյալում, իրական Հայաստան, Խաչմերուկ եւ այլն, սահմանը բացեք։ Այսինքն որ հանրությունը չընդդիմանա հնարավոր բացմանը այդ սահմանի։ Այսա շատ հետաքրքիր է, ասիկ որ հանրությունը չընդդիմանա, որ երկրի հանրությունը Թուրքիայի։ Եթե խոսքը լիներ մեր մասին, ինքը դե մեր գլուխը լվանում է, մեր ինչ որ բաներ է ասում, ասուլիսներ եւ այլն, ճառեր, հոդվածներ, սոցիալական մեդիայում տարբեր ստատուսներ է գրում, չէ, ինքը մեր հետ շփվում է այդպես։ Խոսքը Թուրքիայի, որովհետեւ նայեք այն տեղերը, որտեղ ասենք քրդաբնակ է կամ ազգայնական ուժերը շատ ուժեղ չեն, իրենք դեմել չեն, ընդհակառակը, օրինակ Կարսում միտում կա, որ տեղացիները գտնում են, որ իսկ այդ շրջանները ամենահետամնաց, ամենաբացի թողի շրջաններն են Թուրքիայի, որ իրենք նույնիսկ ինչ որ ծաղկում կապրեն տնտեսական, շատ մեծ այսպիսի սպասումներ կան։ Այն հավելյալ զիջումները, ես պարզապես գտա, որ մենք Ադրբեջանի, հայ-ադրբեջանական հարաբերությունից առանձին ենք խոսում։ Զիջումները հնարավոր է, որ կապված են այս Թուրքիայի պահանջներին։ Այսինքն, այն, որ մենք ձեր հետ հիմա բանակցությունների մեջ ենք, դա չի նշանակում, որ դուք զիջումների չպետք է գնաք Ադրբեջան։ Եվ հիմա նայեք, դուք ասում եք դա զիջում է, ինչ է, ես հարց տամ բոլորիս։ Տրամաբանական հարց։ Պայմանական կասենք 10 կետ։ Հայկական կողմը ասում է, որ 8-ի հարցում պայմանավորվել ենք, այ երկուսը տարբեր մոտեցումներ ունենք։ Եվ հայտնի են արդեն այդ հարցերը։ Մեկը դա Եվրամիության դիտորդներն են փաստորեն, եւ երկրորդը հայցերն։ Մինչև վերջի օրը, մինչև 1 ամիս առաջ իրենք պնդում էին, որ այդ հարցերում մենք այլ մոտեցումներ ունենք։ Արադ Միրզոյանը մեր աչքի առաջ հայտարարում է, որ այդտեղ ենք զիջում։ Արդյոք այդ հայտարարությունը նշանակում է այո զիջում են։ Մի վարքյան։ Եթե սկսել են քննարկել, ուրեմն զիջում են։ Կա զիջման երկու ձև։ Հասնել միջանկյալ ինչ-որ լուծման եւ լիովին ընդունել հակառակ կողմի պահանջները։ Զիջման երկու ձև կա։ Ես իհարկե չեմ կարող այստեղ նստած ասել, թե այդ որ տարբերակն է, առաջի թե երկրորդ։ Բայց որ երբ որ դու ասում ես ոչ, ես շատ վատ օրինակ կբերեմ, որը մեզ պետք է մտահոգի։ Դա Զանգեզուրի այսպես կոչված Միչանսկի պարագան է։ Ոչ, մեկ էլ մի օր կգան կասեն, մենք սկսել ենք քննարկել այդ հարցը։ Եվ արդեն պարզ է, որ ուրեմն 100%-անոց ոչ լինել չի կարող։ Ինչ որ ոչ չէ, ինչ որ մի ուրիշ բան է։ Ընդհուպ միջև ասենք Ադրբեջանի պահանջները կատարել կամ ինչ որ միջանկյալ լուծում, չէ՞։ Մենք ամբողջ քաղաքական ուժեր ունենք, որ ասում են նոյեմբերի 9-ի այդ հայտարարության վերջի կետը, դա հենց այդ միջանկյալ լուծումն է, արեք համաձայնվենք։ Չէ, դա էլ է միջանկյալ լուծում համարվում։ Հիմա նույնը կատարվում է այդ երկու հարցի շուրջ։ Հիմա ակնհայտ է, որ դա ապտակ է նախ Եվրոպային, որտեղ երբ որ դու փոսի մեջ էիր, դու այդ Եվրամիության դիտորդները ահռելի դեր կատարեցին Հայաստանի անվտանգությունը ապահովելու հարցում։ Եվ այստեղ իհարկե կան վարձու եւ ոչ վարձու բաներ հյուսիսային երկրի այսպես սազանդարներ, որոնք փորձում են նվաստացնել, ծաղրել այդ դերը եւ այլն, բայց այդ դերի կարեւորության մասին ամենալավ խոսում է եւ ագիտատորը Ալիևն իր այդ նողկանքը, ատելությունը եւ իրենց հանել ցույց է տալիս, թե իրենց դերը որն է։ Սա շատ կարեւոր է։ Կարեւոր է, որ ամեն անգամ երբ որ իրենք հայտարարում են, որ հայերը կրակել են եւ այլն, 100%-անից պատասխան է գալիս, որ ոչ այդպեսի բան չի եղել։ Ասենք գնահատեք, թե դա ինչ է։ Հիմա սա այս հարցում եւ հայցերը իրավական, ուրեմն ագրեսիվ պատերազմ չի եղել, էթնիկ զտում չի եղել։ Կոնֆլիկտ է եղել, վերջ, մոռացվել է ամեն ինչ, գնանք առաջ։ Սա է փաստորեն Հայաստանի դիրքորոշումը, եթե նա գնում է այդ հարցերը քննարկելուն։ Ադրբեջանի դիրքորոշումը ուրիշ է։ Ադրբեջանի դիրքորոշումը դուք ագրեսոր եք, դուք
շովինիստ իմպերիալիստ ժողովուրդ եք, անդադ խոսում եք տարածքային ինչ-որ ձեր մեծ պատմությունից եւ այլն, եւ դուք պետք է Դուք ֆաշիստ ռևանշիստ։ Այո, դուք պետք է դենացիֆիկացվեք, հա։ Այստեղ էլ այնպես չի որ համաձայն չի մեր կառավարությունը Փաշինյանի ցանկացած ելույթ վերջի 1 տարում վերցրեք, դրեք այդ ուղղությամբ եւ ես կարող եմ ստորակնել ցույց տալ, որ դա այդ ադրբեջանական փաստորեն նարատիվների հրամցնումն է, լոկալիզացիան է հայ ժողովրդի համար, ոնց համոզել հայ ժողովրդին, որպեսզի նա դրան գնա։ Հիմա սա է քննիլը, որ երբ որ դուք ասում եք, իսկ վերջնականապես չեն տվել, ես չեմ վիճում ձեր հետ, բայց որ սկսել են քննարկել, դա նշանակում է, որ դա արդեն ոչ չի։ Եթե մի բանը կատեգորիկ ոչ է, դու չես քննարկում։